Միջև մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի լույս աշխարհ գալը, մարմնանալը, մարդեղանալը, հրյա ազգը եւ հին Աստված պաշտությունը Աստծուն հետեւյալ կերպ էին պատկերացնում. Աստված հայր էր, ծնող էր, արարիչ էր եւ որոշակի sense պատնեշ կար, կարծես։ Օրինակ, երբ որ Մովսես մարգարեն բարձրանում էր լեռը, պատվեր ստացավ, ասեց ոչ ոք լեռանը չմոտենա, կենդանի էլ մոտենա կքարկոծվի, որովհետև որոտում էր լսում, ձայն էր լսում, ժողովուրդն էլ ասեց Մովսես մարգարե, թող Աստված չխոսի, մենք կմեռնենք, դու խոսի մեզ հետ։ Այսինքն Աստված պատկերանում է իրենց հայր Զևսի նման կոպիտ ասած, որ որոտում է երկնքից, խփում է, տանջում է, չարչարում է, հա, այսպես էր պատկերանում։ Եվ հատկապես անապատ այդ 40 տարիների ժամանակ անընդհատ պատիժներ, Եգիպտոսի պատիժները, իրենց համար այսպիսի պատկերացում կար։ Աստծուն ոչ ոք չի կարող տեսնել։ Մովսես մարգարեն անգամ ուզում էր ասում էր Տեր Աստված ինձ երևա, Աստված ասեց ես ում երևամ կմեռնի։ Բա ոնց եմ ես ուզում եմ քեզ տեսնել, ասում եմ դե գնա մտի են քարանձավը, ես կանցնեմ իմ ստվերը կտեսնես։ Այսքան բան։ Հիմա մենք ինչպես ենք իրար ճանաչում։ Իրար տեսնելով, իրար լսելով, իրար հոտն առնելով, չէ՞։ Իրար շոշափելով։ Պատկերացնում եք հին ուխտում ոչ Աստծուն կարող են տեսնել, ոչ Աստծուն կարող են լսել, ոչ Աստծու հոտը կարող են առնել, հա։ Ոչ հատկապես Աստծուն չեն կարող շոշափել եւ ամենահզոր դեմքերը հին ուխտի Մովսեսն ու Եղիան էլ Աստծուն չտեսան, տեսիլքների մեջ տեսան։ Եղիան 40 օր ծոմ պահեց, բարձացավ Քորեբ լեռը, իր բնավորության համաձայն ինչ տեսավ, կրակ տեսավ, որոտում տեսավ, Աստված չկար այնտեղ։ Հետո մեղ զեփյուր եղավ, Աստծո հոգին այդ մեղ զեփյուրի մեջ էր։ Այսինքն Աստված Եղիա մարգարեին սովորեցրեց, որ դու այդ կրակները, որ իջեցնում ես, թափում ես, վառում ես, տանում ես, բերում ես, դրա մեջ չի Աստված, մեղմության մեջ է։ Եվ Աստված թե Մովսեսի, թե Եղիայի փափագը կատարեց, ինչպես կատարեց։ Մովսեսն էլ էր ուզում Աստծուն տեսնել, Եղիան էր ուզում տեսնել, բայց չտեսան։ Երբ որ Քրիստոս Թաբոր լեռան վրա պայծառակերպվեց, Աստված Մովսեսին էլ Եղիային բերել, ասեց ուզում եք տեսնել, դե տեսեք։ Ուզում եք լսեք, դե լսեք։ Ուզում եք հոտն առնեք, դե հոտն առնեք, թե Թաբոր լեռը ծաղկել էր, չէ՞ ամբողջ առաքյալները ընդարմացան։ Ուզում եք շոշափեք, դե շոշափեք։ Քրիստոսին մենք տեսանք, հորով կարող էր տեսնել։ Աստծո ձայնով կարող էր լսել, Քրիստոսի քարոզը երկնքի արքայության մասին էր ամբողջ։ Երկնքի արքայությունը նմանվեց ծովը նետված օրկանի, մանանեխի հատիկի, եւ այսպես ամբողջ քաղցր քարոզ էր։ Աստծո հոտնով էր առել, բայց Քրիստոսի բուրմունքը մենք առանք Թաբոր լեռան վրա պայծառակերպության մի դրախտ է դարձել։ Աստծուն ով էր շոշափել։ Հովանես Ավետարանիչը ասում է շոշափեցինք կենաց բանը։ Հովանես Ավետարանիչը ընկավ Քրիստոսի կրծքով։ Չէ՞։ Վերջին ընթիքի ժամանակ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է պատկերացնում եք մեկի գեկնեք ընկնում ասում է սիրտը սրտին կպավ Քրիստոսի։ Ու սրտից սիրտ խորհուրդներ փոխանցվեցին։ Դրա համար Հովանեսին ասում ենք Աստվածաբան Ավետարանիչ, Աստվածային խորհուրդներ հայտնվեցին Հովանեսին։ Եվ ամենամեծ միավորությունը, որ ինչպես է լինում, ճաշակելիքով, մենք ինչ-որ մի բան ուտում ենք, մեր մեջ է, չէ՞։ Քրիստոս հաց դարձավ, որ մենք ուտենք։ Հոգով մարմնով մեր մեջ բնակվեց, մենք հոգով մարմնով Քրիստոսին կերանք, Աստծուն ով էր կերել։
անապատում մանանա են կեր։ Քրիստոս ասես դուք այդ մանանան երկնքից իջած հաց էր, էդի չի ձեր կերակուրը։ Մինչև չուտեք մարդու որդու մարմինը չխմեք նրա արյունը ձեր մեջ կյանք չեք ունենա։ Մանապատում կերան մանանան, մեռան։ Բայց ով ինձ ուտի հավիտյան կապրի։ Հասկացաք։ Այսինքն այս բոլոր իմաստներով Քրիստոս եկավ մարդկության փափագը լրացնելու, որ Աստծուն տեսնենք, Աստծուն լսենք, Աստծուն ճաշակենք, Աստծուն շոշափենք, Աստծու հոտն առնենք։ Եվ հոգեգալուստից հետ սկսած Սուրբ Հոգու միջոցով։ Երեքը միասին Սուրբ Հոգու միջոցով է կատարվում։ Եկեղեցու բոլոր խորհուրդները Սուրբ Հոգու միջոցով է կատարվում, չէ՞։ Երբ որ մկրտում ենք, ինչ ենք ասում։ Ծառայիս Հիսուս Քրիստոսի եկյալ երեխայի թենե մկրտություն, մկրտի հանուն Հոր եւ Որդվո եւ Ոգուի Սրբո, գնյալ արյամբն Քրիստոսի, ի ծառայութենե մեղած, մեղքի ծառայությունից, լինել ժառանգակից Քրիստոսի, երկնավոր Հոր որդեգիր եւ Սուրբ Հոգու տաճար։ Այսինքն Քրիստոսին ժառանգակից, Քրիստոսին Աստծո որդի է, չէ՞։ Մենք էլ Քրիստոսի միջոցով Աստծո որդի ենք դառնում։ Հոր Աստծո ժառանգորդ։ Հոր Աստծո ժառանգորդ, Քրիստոսին ժառանգագից եւ Սուրբ Հոգու տաճար։ Սուրբ Հոգին է մեր մեջ բնակվում։ Այսինքն մկրտությամբ մենք Հոր Աստծո երկնքի արքայության ժառանգորդ ենք դառնում, Քրիստոսին ժառանգագից եւ Սուրբ Հոգու տաճար։ Դրոշ մի չէ, Սուրբ Հոգին մեզ վրա իջնում է։ Սուրբ հաղորդությունը Քրիստոսը մեր մեջ բնակվում, մկրտությամբ Քրիստոսով ենք զգեստավորվում, այս բոլոր եկեղեցու սուրբ խորհուրդները կատարվում են Սուրբ Հոգով։ Ինչպես ենք Աստծուն ճանաչում։ Սուրբ Միրոնի միջոցով, Նարեկացին Միրոնի մասին մի երկար գլուխ ունի։ Ուրեմն այսպես ենք մենք հնում շատ դժվար է Աստծուն տեսնել, ճաշակել, ճանաչել, շոշափել, բայց նորում ամեն ինչ շատ լավ է եւ գեղեցիկ։ Ամեն։